Գագիկ Ծառուկյանը ամեն ինչ արել է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները միաշճան ավելի բարձր կանգնեն եւ նաեւ տնտեսական լուրջ զարգացում տեղի ունենա։ Այսինքն երբ որ քաղաքացիները եկել են, իրենք ներկայացրել են, որ իրենք Իրանի պետության կողմից ունեն լիցենզիա պետական կոնկրետ ապրանքներ Հայաստանում ներմուծելու, դա նավթամթերքների հետ կապված եւ այլն։ Այսինքն, քանի որ այնտեղ այդ լիցենզիաների պրակտիկան շատ լուրջ է, այսինքն իրենք կարող էին դա այստեղ գալ եւ ներկայացնել։ Եվ որպեսզի Գագիկ Ծառուկյանին համոզեին, նաեւ ներկայացրել են, որ իրենք պետության ներկայացուցիչներն են, այնտեղից դուք եթե հիշում եք, ռեպորտաժներով հայ-իրանական առևտրի պալատը երբ որ բացվում էր, նաեւ Գագիկ Ծառուկյանին նախագահի մակարդակով Իրանի Իսլամական Հանրապետության հրավերք էր ուղարկվել եւ նա գնացել էր այնտեղ, բայց քանի որ նախորդ նախագահան որը վթարի ենթարկվելու պատճառով մահացավ, այդ նախագահի կողմից էր գնացել է բազմաթիվ նախարարների հետ հանդիպումներ տեղի ունեցել, ամենաբարձր մակարդակի հանդիպում են կազմակերպել եւ այս ամեն ինչը միտված է եղել, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները զարգանան։ Ու դրանից հետո ասել, որ գիտեք ինչ կա, Ծառուկյանը նպատակ չուներ այստեղ բիզնես անելու, միակ նպատակը խեղճ քաղաքացիները գային այստեղ նրանցից հափշտակություն կատարել։ Այսինքն Ծառուկյանը էլի, որ նույնիսկ ով բոլոր բնակավարներում բարեգործություններ է կատարում, սպորտում, մշակույթում, չգիտեմ, բժշկական հարցերում եւ այլն, այս բոլորը դրա մասին գիտեք, այսինքն այդ ամեն ինչը ներդրումներ անելով հանդերձ, այսօր պետք է սպասել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչներին, որ այդպես ներկայանան, ասենք, այստեղ խափեր, հա